Նորընտիր խորհրդարանում 31 մանդատ ստացած Ծառուկյան դաշինքը կլինի ընդդիմադիր ուժ։ Այսօր լրագրողների հետ զրույցում դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը սակայն չհստակեցրեց, թե ով է լինելու ազգային ժողովի փոխնախագահի իրենց թեկնածուն, որն ըստ նոր սահմանադրության պետք է լինի ընդդիմությունից։ Հիմա տեսակ, որ ընդդիմություն ենք, այո թե ոչ, ընդդիմությունը միայն ցեղ շպրտելը չի, պետք է կարողանան մարդիկ գործ կատարել, որ մարդկանց կյանքում բան փոխվի, ձեր ցավը տանեմ, ձեր բնավորությանը թարք տվեք։ Եղբայրան, եթե կոալիցիա չեք, ինստինկտիվ դա ընդդիմադիր ենք արդեն։ Ապրիլի 2-ին կայացած ընտրություններում Ծառուկյան դաշինքը ստացավ 428,000 ձայն, որը մոտ 30,000-ով պակաս է նախորդ ընտրություններում Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ Բարգավաճ Հայաստան կուսակցությունի գրանցած արդյունքից։ Նոր գումարման ազգային ժողովում, սակայն Ծառուկյան դաշինքը կունենա 3 մանդատ ավելի։ Ուրեմն մենք կանխատեսում ենք, որ շատ լավ արդյունքներ պետք է լինի, բայց ես առանձնապես իմ ժողովրդի ցավը տանեմ, եւ ձան տվողներից եմ գոհ, եւ չտվողներից։ Նախընտրական շրջանում միլիոնատեր գործարարը հաղթանակի դեպքում 15 միլիարդ դոլարի ներդրում էր խոստանում։ Ծիծեռնակաբերդ այցելած Ծառուկյանն այսօր հայտարարեց, որ այդ ներդրումները չեն լինի։ Բոլորն էլ ցանկանում են, բայց ասենք ես երաշխիք չունեմ այդ պատասխանատվության տակ մտնելու։ Մեր հարգարժան ժողովուրդն էլ մեզ տվեց 30%, 29%, դա կմնա արդեն մյուս ընտրության։ Դաշինքի առաջնորդն այսօր նաև չհստակեցրեց, թե արդյոք կվերցնի իր падգամավորական մանդատն ու կգնա խորհրդարան։ Գագիկ Ծառուկյանը, հիշեցնենք, ըստ Պարլամենտ մոնիթորինգի 5-րդ գումարման ազգային ժողովի ամենաշատ բացակայած падգամավորն էր։ 5 տարվա ընթացքում նա խորհրդարան ընդամենը 4 անգամ է ոտք դրել։ Բայց ես երբեմ բացակայ աշխատանքի Ի տարբերություն Ծառուկյան դաշինքի, իշխող հանրապետականների հետ կոալիցիայի է պատրաստվում Հայ հեղափոխական դաշնակցությունը։ Բնապահպանության նախարար դաշնակցական Արծվիկ Մինասյանի խոսքով հույդա նախարարական պորտֆելների կրճատման հարց չի քննարկվում։ Բանակցություններն էլ կավարտվեն առաջիկա օրերին։ Չի եղել, նախկինում էլ չի եղել, կարծում եմ ներկայումս էլ չի լինի կոնկրետ որևէ նախարարություն կամ քվոտայի մասին որևէ դրույթ, որովհետև ի վերջո մենք երկու քաղաքական ուժերի միավորման պետք է ստանանք ավելի հզոր բարեփոխումներն առաջ տանող միավոր։ Նոր խորհրդարանում դաշնակցությունը կունենա 7 մանդատ։ Համամասնական ցուցակով падգամավոր ընտրված Արծվիկ Մինասյանը օրենսդիրի փոխարեն նախընտրում է մնալ կառավարությունում։ Դաշնակցական նախարարն այսօր նաև տեղեկացրեց, որ կուսակցությունն առայժմ չի որոշել Երևանի ավականու ընտրություններում կսատարի արդյոք հանրապետական կուսակցությանը, թե ոչ։ Այդ հարցը դեռ չի քննարկվել Գերագույն մարմնում մեր, բայց ես կարծում եմ, որ այն քաղաքական համաձայնությունը եւ ծրագրային մոտեցումները, որ մենք ներկայումս ունենք, կարծում եմ այդ ձևաչափը չի խաթարվի։ Հայ հեղափոխական դաշնակցությունը իշխող հանրապետականի հետ քաղաքական համագործակցության հուշագիր ստորագրեց 2016 թվականի փետրվարին։ Այդ համագործակցության արդյունքում դաշնակցությանը փոխանցվեց 3 նախարարական պորտֆել։